Պարոն Թովոսյան, իմ հարցը ժողովրդագրության հիմնախնդիրներին է վերաբերվում, ինչպես արդեն հասկացանք փոխնախարարի պատասխանից, այդ հիմնախնդիրների լուծման համար նախատեսված բյուջետային գումարները փաստորեն ավելացվել են 4 միլիարդով, 5.1%-ով, բայց ըստ էության, ըստ նրա պատասխանի, միգուցե իր կարծիքով միգուցե ինքը սխալվում էր, բայց հիմնականում ոչ թե նոր միջոցառումների, նոր ծառայությունների առաջարկի հաշվին, այլ եղած գործող ծրագրերի շահառուների թվականակի ավելացման հաշվին է այդ 4 միլիարդի ավելացումը։ Հիմա ես կուզեի հասկանալ, այդ գործող ծրագրերը այդ ոլորտում, այդ ուղղությամբ ինչ արդյոք կատարվել է հետազոտություն, ինչ արդյունավետություն են ապահովել եւ արդյոք այդ ապահոված արդյունավետությունը այդ տեմպերը, որոնք որ ապահովել են այդ ծրագրերը, գործող ծրագրերը բավարար են ժողովրդագրական խնդիրները լուծելու հիմնականում լուծելու համար եւ մի կարևոր հարց դուք քանի դեռ նախարար չէիք падգամավոր եղած ժամանակ ժողովրդագրական խնդիրների լուծման ոչ միայն դուք իհարկե ռազմավարությունը այդպես է կարևորում է ներգաղթը, բայց դուք որպես падգամավոր արտահայտեցիք հետեւյալ միտքը, որ այո ժողովրդագրության հիմնախնդիրը լուծման անհրաժեշտ հիմնախնդիր է եւ մենք պետք է հասկանանք, որ դրա համար կարևոր ուղղությունը ներգաղթը եւ մենք պետք է հասկանանք, որ ներգաղթողները պարտադիր չէ որ լինեն հայեր եւ դա կատարվեց ձեր հայտարարությունը կատարվեց գրեթե միաժամանակ երբ Ալիևը հայտարարեց 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցվելու մասին արդյոք սա պատահականություն էր թե ոչ արդյոք դուք արդեն որպես նախարար եւ որպես ռազմավարության պատասխանատու իրապես գտնում եք որ Ալիևը ճիշտ է Ալիևի պահանջը 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջը ճիշտ է, եթե այո, ինչ հիմնավորմամբ, եթե ոչ, ինչու չեք որևէ կերպ բարձրաձայնում, որ նման պահանջ հնչեցնելը առնվազն սխալ է։ Տիկին Գյուրեղյան, ինչքան էլ ուզեք, որ Ալիևի պահանջները կատարվեն, չեն կատարվելու։ Ինչքան ուզեք Ինչքան ուզում ա բարձրաձայնեք Ալիևի պահանջների մասին, տարբեր, այս պահանջի, մյուս պահանջի, Ալիևի խոսնակի կամ խոսափողի դեր, ինչքան ուզում ա տանեք, մեկա տեղի չեն ունենալու այդ պահանջները, այդ մեկ։ Եվ կարող եք պարզապես պրեսայի մամուլի մոնիտորինգ անել եւ տեսնել, թե Ալիևի պահանջների մասին Հայաստանի Հանրապետություն ով է խոսում։ Ձեր խմբակցությունից զատ երևի միայն ձեզ հարող ուժերը։ Ինչ վերաբերում է բուն հարցերին, ուրեմն ժողովրդագրությունը այո մեր կարևոր, եթե ոչ ամենակարևոր ուղղություններից մեկը պետք է լինի եւ ոչ միայն մեր նախարարության, այլ ընդհանրապես կառավարության եւ պետության, որովհետեւ իջեցող բնակչությամբ, ծերացող բնակչությամբ, քիչ ծնելիության բնակչությամբ երկրները չեն կարողանալու նաև տնտեսապես կայուն լինել եւ սրան առերեսվում են աշխարհի գրեթե բոլոր երկրները, նույնիսկ այն ավանդական մեծ եւ երբեմն ծնելիությունը սահմանափակող քաղաքականություններ վարող երկրներ, օրինակ նույն Չինաստանը, որը նույնպես կանգնած է դեմոգրաֆիական մեծ խնդիրների առջև։ Մեր բյուջետային ծրագրերում այս պահին եղած միջոցառումներից ժողովրդագրության բաժնում երկու ծրագիր են, որ հիմնական աճը ապահովում են, դա երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրն է, ինչը խոսում է նրա մասին, որ այն ընթանում է բավական բարեհաջող եւ մենք այս մասով այն ավելի լավացնելու անհրաժեշտություն իհարկե ունենք, որտեղ մենք գիտենք, որ նաեւ երեխա ունենալուն որոշում կայացնելուն ընտանիքներում նպաստում է բնակարանային ապահովման հարցը, եթե նրանք ունեն համապատասխան չափի եւ պայմանների բնակարան, նրանք ավելի հեշտ են այդ որոշումը կայացնում, եթե չունեն ավելի դժվար եւ սրա տրամաբանությունը այս է եւ աշխարհի շատ երկրներ, որտեղ ժողովրդագրական ծրագրեր են իրականացնում, բնակ ապահովումը անպայման իր տեղը ունի եւ երկրորդ ծրագիրը դա ընտանիքում 3 եւ ավելի ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխային տրվող նպաստի ծրագիրն է, որը աճ ունի եւ
Ես ուզում եմ ասել, որ մենք շուտով ամենայն հավանականությամբ ազգային ժողով կուղարկենք օրենքի նախագիծ, որով այդ աջակցությունը երրորդ եւ հաջորդ երեխային մինչեւ 6 տարեկանը 50,000 դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ, որտեղ նաեւ փորձն է ցույց տալիս, որ ավելի ճիշտ է պարբերական ամսական աջակցություններով խրախուսել կամ աջակցել ընտանիքներին իրենց երեխայի հոգսերը հոգալ, քան մեկ միանվագ դրամագլխով, որը տրվում է ծննդյան ժամանակ, եւ ցավոք սրտի հաճախ այդ մեկ միանվագ մեծ նպաստները կրկին այլ նպատակներով օգտագործվելով եւ արագ սպառվելով դնում են այդ ընտանիքին աղքատության մեջ եւ մեր անապահովության համակարգի ուսումնասիրություններն ցույց են տալիս, որ բազմազավակ 4 եւ ավելի, 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ, այսինքն նրանք այդ երեխաները ունենում են, բայց չեն կարողանում հոգալ նրանց ծախսերը եւ այս ծրագիրը նպաստելու է նրան, որ եթե քաղաքացին որոշել է, որ ունենա, ապա ամեն երրորդ եւ ամեն հաջորդ երեխայի համար ինքը մինչեւ 6 տարեկան առնվազն ստանալու է այդ 50,000 դրամը։ Այս պահին միգուցե նաեւ հետագա տարիներին նաեւ դրա վերանայման անհրաժեշտություն ունենա, նաև այդ օրենսդրական փաթեթում մենք առաջարկելու ենք առաջին եւ երկրորդ երեխաների այսինքն համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող այդ միանվագ նպաստը ծննդյան եւ բոլորին դարձնել 500,000 դրամ առաջի եւ երկրորդի 300,000-ների փոխարեն նաև մի բան էլ հավելեմ, որ չչարաշահեմ, ժողովրդագրության ռազմավարությունից բխող նոր ծրագրերը ես քիչ առաջ չեմ հիշում արդեն որ գործընկերոջ հարցին պատասխանելուց ասացի, որ մենք նոր ծրագրեր էլ կունենանք, որտեղ հիմա միջոցառումների ծրագրի վրա ենք աշխատում եւ ընդունելու դեպքում իրենք բազմազան են եւ մեր ուղիղ պատասխանատվության տակ եւ նաեւ այլ գործընկերների պատասխանատվության տակ, որտեղ դրանք ներառում են թե ծնելիությունը խթանող, թե օրինակ վաղ մահացությունը կանխարգելող, թե ակտիվ ծերությունը խթանող տես ծրագրեր էլ ունենք եւ օրինակ հիմա մի ուրիշ օրենքի նախաձեռնություն, որով մենք ուզում ենք հանել սահմանափակումը արդեն նաեւ պետական ծառայողների 65-ից բարձր աշխատելու սահմանափակումը նաև դրան է միտված, գիտեք որ մյուսների համար արդեն հանել ենք եւ ամփոփելով ներգաղթը ժողովրդագրական հարցերը լուծելու գործիք է, որը օգտագործվում է շատ երկրների կողմից եւ այդ գործիքը չի կարող չօգտագործվել, իհարկե խոսքը վերաբերում է կազմակերպված եւ հատուկ կրիտերիաներով մարդկանց, օրինակ ինչպիսին է ամերիկյան գրին քարտի ծրագիրը, կանադական ծրագիրը, երբ որ որակավորված մասնագետների ես բերում քո երկիր տարբեր երկրներ համալրում են իրենց թե աշխատուժը, թե բնակչության թվաքանակը այդպիսի մասնագետներով եւ մենք նույնպես պետք է մտածենք դրա մասին։ Շնորհակալություն։ Ես արձագանք, ուրեմն, պարոն Թորոսյան, իհարկե ձեզ համար շատ լավ գործիք է դարձել հարցից խուսափելու համար ընդդիմադիրներին անվանել, չգիտեմ ում խոսնակ, բայց ես ճիշտ հասկացա, որ դուք հենց հիմա նոր որպես արդեն կառավարության անդամ, ոչ որպես падգամավոր, հստակ հայտարարեցիք, որ Ալիևի 300,000 ադրբեջանցիների վերադարձի պահանջը մերժում եք եւ հայտարարում եք, որ այդ պահանջը չի կատարվելու։ Ես դա ճիշտ հասկացա։ Տիկին Գյուրեղյան, այդ դուք եթե հասկացել եք, որ չենք մերժում, դա դեռ չի նշանակում, որ մենք նոր պետք է մերժենք որևէ պահանջի կատարում, հասկանում եք։ Եվ նորից եմ կրկնում, Ալիև 300,000 փախստական վերադարձ, եկեք մի հատ բանով մեզ հայտնի եւ սիրելի Google-ով փնտրենք եւ տեսնենք ով է դրա մասին խոսում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե ոչ դուք, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։